Անհավանության մի հարց էր, եթե կարելի է լարվածության այն մթնոլորտը, որը ի հայտ եկավ ուժեղ Հայաստան խմբակցության անդամ պարոն Էդգար Ղազարյանի հայտարարությունից հետո թոթափված համարում եք, նկատում եք, որ նա ներողություն չխնդրեց եւ կարծեք թե չի պատրաստ։ Չէ, թոթափված չեմ համարում հենց ձեր նշած պատճառաբանությամբ, որովհետեւ ասել վիրավորական արտահայտություն եւ հետո ներողություն չխնդրել, առհասարակ ուժեղ Հայաստանի մոտ արդեն ներողություն խնդրելու մի ամբողջ շտեմարան է հավաքվում եւ ես կարծում եմ ինչ որ մի պահի պետք է ուժեղ Հայաստանը կանգնի եւ ներողություն խնդրի քաղաքականությամբ զբաղվելու համար առհասարակ, որովհետեւ ոնց հասկանում ենք ամեն երկրորդ քայլի համար ուժեղ Հայաստանը պետք է ներողություն խնդրի, դե էլի լիքը բաներ կա ինչի համար պետք է ներողություն խնդրի։ Մենք ասել ենք, մենք ներողություն, մի րոպե, բոլոր։ Չկա նման բան, դատարանի վճիռը կատարված է, ես խնդրում եմ ճիշտ մեջ բերեք։ Կատարված է։ Այո, իհարկե, անպայման։ Կատարված է, ես խնդրում եմ ձեզ ճշտեք, նոր, ուրեմն հարցադրումներ արեք։ Եվ Էդգար Ղազարյանի մասով չեմ ուզում շատ ծավալվել, ես կարծում եմ գործընկերներս իրենց ելույթներում ուրեմն ասել են, որ տվյալ մարդը սրիկա է, եւ մենք շարունակում ենք այդ կարծիքին մնալ այնքան ժամանակ, քանի դեռ ներողություն չի խնդրել վիրավորանք հասցնելու համար, այսքան այդ մասով։ Մենք ամեն բան անում ենք, որ լարվածություն չլինի դահլիճում, որովհետեւ սա մեր դահլիճը չի։ Սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի դահլիճն է, մարդիկ հետևում են եւ մենք ավելորդ լարվածություն եւ վատ էմոցիաներ չենք ուզում այստեղից հաղորդել։ Պետք է մեր պետության շահերից բխող, մեր քաղաքացիների շահերից բխող քննարկումներ լինեն ազգային ժողովում։ Պարոն Հովհաննիսյան, 96 հոդվածը սահմանադրության ասում է, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր գործունեության ժամկետում եւ դրանից հետո արտահայտած կարծիքի համար։ Հիմա դուք ինչ եք հետապնդում սրիկայաբար բառի համար, երբ որ այդ նույն խորհրդարանի ամբիոնից մենք ավելի ահասարսուռ վիրավորական կոշտ բառամթերք ենք լսել, մատել թափ կտամ ուրիշ բան էլ, վնգստալ, էլ չգիտեմ ինչ ասես լսել ենք մենք այս ընթացքում ամենաբարձր պաշտոնյայի շուրթերից ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանեմ, չգիտեմ, այս տիպի բաներ լսել ենք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների կամ կառավարության ներկայացուցիչների, կուսակցության անդամների կողմից հնչած արտահայտությունների համար բոլոր տվյալ անձինք արտահայտվել են, մեկնաբանել են եւ նաեւ ներողություն են խնդրել դրա համար։ Մեր կուսակցությունում կա էթիկայի դեպ, որ գնաք ուսումնասիրեք ձեր արած արտահայտություններին հաջորդող ներողություն, ես խոսում եմ, հաջորդող մեկնաբանությունները կտեսնեք։ Կա էթիկայի հանձնաժողով մեր էթիկայի կանոնագիրք մեր կուսակցությունում եւ մենք դրանով ենք առաջնորդվում։ Խախտվել է եւ խախտումների համար էլ կուսակցություն դա ներկուսակցական հարց է։ Դուք գնացեք այլ կուսակցություններին հարցրեք, թե իրենց էթիկայի ուրեմն կանոնագիրքը ուր է ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերում է, որ ասում եք քաղաքականապես հետապնդում եք մարդուն, падգամավորն իր ուրեմն արտահայտությունների կամ կարծիքի համար չի կարող հետապնդվել, մենք որևէ մեկին չենք հետապնդում։ Մենք ուրեմն արձագանքում ենք վիրավորական արտահայտությանը, որը հնչել է ազգային ժողովում եւ ես կարծում եմ, որ դեռ մի բան էլ շատ մեղմ ենք ուրեմն արձագանքում, բայց ներողություն, ես նույն հարցի վրա շատ մնալ չեմ ուզում, այլ հարցեր կան։ Տեխնիկական հարց, եթե կարելի, որտեղ կարող եմ ծանոթանալ պարոն Հովհաննիսյան ձեր ներողությանը, երբ որ ասում եք ականջներդ կկտրեմ, դա որտեղ։ Շատ լավ, դատական ակտ կա, հրապարակվել է առաջինայում լրատվական կայքում։ Առաջինայում լրատվական կայքում գնացեք, փորփրեք եւ գտեք, ուրեմն որտեղ ներողության տեքստն է հրապարակված, ինչպես որ պահանջում է դատարանը։ Եվ հենց սրա մասին էի խոսում, երբ որ մենք ինչ-որ մի բան անում ենք, մենք դրա համար ներողություն ենք խնդրում։ Դա իհարկե չի նշանակում, օրինակ այս դեպքում, որ մենք փոշմանում ենք մեր արածի համար, մենք այս դեպքում կատարում ենք ուրեմն դատական վճիռը։ Շնորհակալություն, հաջողություն։